Ժողովուրդ ջան, արդեն հաստատ բոլորդ էլ գիտեք վրդոյի ու էքստազիի ավարիայի պատմությունը, սաղ TikTok, YouTube, սաղ հետը։ Էքստազիինը Վրաստան գնալու ընթացքում եւ որ Դիլիջան էին արդեն մտել, իսկ վրդոյինը մի շաբաթ հետո։ Նուսուտ են ասում նարինիրու, բայց հուսով եմ ոչ մեկին հետ չի փչանա իրանց ավտոն։ Վրդոյի ավտոյի նկարների չգտա, բայց էքստազիինը հենց հիմա կարճ հոլովակի տեսքով իրա խոսքերն ու ավտոյի նկարը հենց հիմա կցույց տամ։ Իմ ավտոմեքենայի մեջ նորից եմ կրկնում եղել են ես, Զապը, Արմենը, Միրզախանյանը, Ղեգին եղել է Զապը, Միրզախանյանը, Արմենը եղել է հետևը, ես եղել եմ աջ կողմում նստած սկզբում։ Բայց հետո մենք ծովագյուղում կանելուց հացուտելուց հետո ես գնում եմ նստում Սիելեցը։ Զապը ինձ ասում է կարող ասեմ մնաս, Արմենի մեջ կցամա, բայց ես պալուբոմ ուզում եմ Սիելեցի մեջ մնալ։ Բարթանի հետ էի ուզում խոսային դե բաներ քննարկենք ու արդեն ես ասում եմ հա օքեյ, խնդիր չկա, գնում եմ նստում եմ Սիելեցը, ծովագյուղից իջնում ենք այդ Պերևալները անցնում ենք, կայնում ենք բենզալցակայան, որտեղ ես հելնում եմ, գումարը տալիս եմ ավտոմեքենայի բենզինը լիցքավորում ենք, ասում всё, давайте, սենց երոյի թշից է հորսև հիշում եմ այդ կադրերը, թշից երոյի քաշում եմ Զապի, հելում եմ նստում Սիելես, ասում որա всё, դզվեց, արա բան չմնաց, ամենադժվար տեղը անցել ենք Պերևալները, Պերևալներից հետո ես երթվում եմ սաղ ընթացք որ սիրտս կախեր, ես ու Արանը արդեն ֆռում ենք հետևենք նամ հետևի պատուանից, չկան, երոյին չենք տենում, ֆռում տայքին ասում եմ երոյին չկան, ասում են դե երևի դանդաղ է գալի, ասում հա էլի դանդաղ է գալի, բայց չկան, սիրտս որ մի բան վկայում է դուրս չի գալի, իմ ասացից տազարկա հետո զանգ, Միրզախանյան Արմենը ասում է ավարիա ենք տվել, շնչակտուր հետ եկեք։ Կոնկին գնում ենք Վրաստան, ավտոն ես վիճակ։